Հայ ազգային կոնգրես պատգամավորական խմբակցության անունից խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, համեցեք պարոն Զուրաբյան։ Հարգելի գործընկերներ, 2017 թվականի բյուջեն քննարկելուց առաջ կուզեի ձեր ուշադրությունը դարձնել երկու արտառոց իրադարձությունների վրա, որ տեղի ունեցան վերջերս։ Երկուսն էլ կապված են մեր երկրի համար բախտորոշ խնդիրների հետ եւ երկու դեպքում էլ մեր պետությունը ցույց տվեց իր վտանգավոր անվճարունակությունը։ Առաջին դեպքը կապված է ընտրական գործընթացի օրինականության մեխանիզմների շուրջ համաձայնագրի ֆինանսավորման հետ։ Եթե հիշում եք, երկրի 5 խորհրդանական ուժերը կնքեցին մի համաձայնագիր, որը Եվրոպական միության ներկայացուցիչը համարեց պատմական ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ հետխորհրդային տարածքի համար։ Եվ իսկապես դրած էր խնդիր ապահովել ժողովրդի եւ հասարակության վստահությունը 2017 թվականի ազգային ժողովի ընտրությունների նկատմամբ։ Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու խնդրի ուտես, որ այս պարզագույն խնդրի իրականացման համար մեր իշխանությունները չէին կարող հայթայթել ընդամենը մի քանի միլիոն դոլար գումար։ Բազմաթիվ քննարկումներ ունեցան կառավարության հետ, ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ, եւ մեր կառավարությունը պնդում էր, որ բյուջեում ուղղակի փող չկա։ Հարցը վերջո լուծվեց Եվրոպական միության, Միացյալ Նահանգների, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսավորմամբ։ Խոսքը գնում էր 9 միլիոն եվրոյի մասին։ Հիմա մեկ այլ խնդիր։ Այս տխրահռչակ 1000 դրամի օրենքը։ Նորից պարզվեց, որ զինվորականների կյանքի եւ առողջության հատուցման հետ կապված կարևորագույն առաջնային բախտորոշ խնդրի լուծման համար բյուջեում չկա այդ հիմնադրամը աշխատեցնելու համար անհրաժեշտ 5 միլիարդ դրամ, որի պատճառով հակառակ ժողովրդի վրդովմունքի եւ ցասման 500,000 ֆիզիկական անձանց վրա հաստատվեց ամսական 1000 դրամի նոր հարկատեսակ։ Այս երկու իրադարձությունները, երբ առաջնային բախտորոշ կենսական կարիքները հոգալու համար պետությունը ի վիճակի չեղավ բյուջեում փող գտնել, վկայում են մի բան. մեր պետությունը ըստ էության արդեն գտնվում է չհայտարարված դեֆոլտի վիճակի մեջ։ Նույնը վկայում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ներկայացված փաստաթուղթը։ Այդ փաստաթղթից մենք տեղեկանում ենք, որ այս տարվա բյուջեի պակասորդը կազմելու է աներևակայելի 5.8%։ 2017-ից 19 թվականների միջնաժամկետ ծրագրից հասկանում ենք, որ 2020 թվականին մեր պարտքը արդեն կկազմի 6 միլիարդ 400 միլիոն դրամ, իսկ այդ պարտքի սպասարկման համար, նույն այդ 2020 թվականին այդ պարտքի սպասարկման համար կծախսվի բյուջեի 28%-ը։ Ինչպես ասացի, արդեն հարցեր տալու ժամանակ, սա նշանակում է, որ մենք գտնվում ենք պարտքային մի փոսի մեջ, որը գնալով էլ ավելի է խորանում։ Ընդհանրապես այն հանգամանքը, որ մեր պետությունը մեծ պարտք ունի, ինքնին դեռ ոչ մի վատ բան չի նշանակում։ Աշխարհի բոլոր պետությունները, այդ թվում ամենազարգացած եւ կենսունակ տնտեսական համակարգ ունեցող պետությունները ձևավորում են լուրջ պարտքային գործիքներ եւ օգտագործում դրանք երկրի զարգացման համար։ Բայց այդ դեպքում գոյություն ունի առողջ բալանս պարտքի ծավալի եւ զարգացման տեմպերի միջև։ Այսինքն, զարգացման առողջ տեմպերը թույլ են տալիս ավելի մեծ միջոցներ պարտվեցնել ավելի ցածր տոկոսներով եւ զարգացնել երկրի տնտեսությունը։ Հայաստանի տնտեսության պարագայում վիճակը բացարձակապես այլ է։ Պարտքի աճը չի զուգակցվում համապատասխան զարգացման տեմպերով։ Կատաստրոֆիկ անկում են ապրել օտարերկրյա ուղղակի ներդրումները։
Եթե 2008 թվականին այդ ներդրումները կազմում էին 1 միլիարդ 182 միլիոն դոլար, 2 տարի առաջ ընդամենը արդեն 388 միլիոն, իսկ անցյալ տարի արդեն 169 միլիոն դոլար։ Ներդրումներ հնան հարաբերակցությունը 2008 թվականի 41%-ից իջել հավասարվել է 2015 թվականին 24%-ին, իսկ համաձայն 2017-19 թվականների ներկայացված միջնաժամկետ ծրագրի ընկնելու է 20%-ից էլ ավելի ցածր։ Այսինքն կառավարությունը ինքն էլ չի պլանավորել երկրի համար որևէ զարգացում։ Մինչդեռ միջազգային տնտեսագետների գնահատականներով Հայաստանի նման երկիրը զարգացման ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է ներդրումներ հնա հարաբերակցության 35% չափը։ Պատահական չէ, որ միայն 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը տնտեսության աշխուժացումը խթանելու նպատակով 7 անգամ արդեն որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելու մասին, ինչի հետևանքով 8.75%-ից այն իջել է մինչև 6.5%։ Սակայն տնտեսությունը որևէ լուրջ արձագանք չի տալիս այդ քայլերին։ Սա նշանակում է, որ իրականում մեր տնտեսությունը գտնվում է խորը ստագնացիայի վիճակում։ Դրա ուղիղ հետևանքն է նաև այն, որ աղետալի վիճակում է հայտնվել բանկային համակարգը։ Շահութաբերությունը ըստ ակտիվների առաջին անգամ հասել է բացասականի -0.06%, շահութաբերությունը ըստ կապիտալի -4.3%, այլևս 7 բանկ գործում են փաստորեն կորցրելով գումարներ։ Բայց իհարկե տնտեսական անկման լավագույն ցուցիչը դա տարեկան 50,000-ի արտագաղթն է եւ 18% չդադարեցող գործազրկությունը։ Ինչի մասին չգիտես ինչու կառավարության բերած փաստաթղթում ոչ մի բան չի ասվում։ Եվ իսկապես, եթե մենք ունենայինք պատասխանատու իշխանություն, պատասխանատու կառավարություն, այն կարձանագրեր արտագաղթի այս ցուցանիշը եւ կներկայացրեր դրա հաղթահարման պլանը, ընդ որում ըստ տարիների։ Դա արված չէ։ Եվ հարց է ծագում, ինչ է կատարվում մի երկրի հետ, երբ նրա զարգացումը հետ է ընկնում պարտքերի կուտակման տեմպերից։ Պարտքի միջազգային դոնորները հասկանում են, որ տվյալ երկիրը ոչ թե կամաց-կամաց դուրս է գալիս պարտքային փոսից, այլ գնալով ավելի ու ավելի շատ է խրվում պարտքերի մեջ առանց երկրի համապատասխան զարգացման։ Այդ դեպքում անմիջապես փոխվում են պարտքի տրամադրման պայմանները։ Պարտքը տալիս են շատ ավելի դժվար եւ շատ ավելի բարձր տոկոսներով, քանի որ այն համարվում է ռիսկային։ Դա է պատճառը, որ մարտի 18-ին համաշխարհային հեղինակավոր Moody's գործակալությունը սահմանեց Հայաստանի պետական պարտատոմսերի համար նոր ռեյտինգ, տեղափոխելով այսպես կոչված BA3 կատեգորիայից B1 կատեգորիա, որը ֆինանսական աշխարհի ժարգոնով կոչվում է աղբային կատեգորիա։ Եթե զարգացման տեմպը շարունակական հետ է մնում պարտքերի կուտակումից, երկրի կառավարությունը ունենում է 3 հնարավորություն։ Առաջինը՝ ծախսերի կրճատումը, բնականաբար դա կնշանակի հնայի անկում, բյուջեի եկամուտների գահավիժում, սոցիալական ծախսերի կրճատում եւ դրա հետ կապված սոցիալական պայթյուն։ Բնական է, որ կառավարությունը նման քայլի չի գնա։ Երկրորդ հնարավորությունը նոր պարտքերի կուտակումն է, սակայն սա նույնպես ելք չէ, քանի որ Հայաստանի պետական պարտքը մոտենում է 60%-անոց սահմանին, ինչից հետո միջազգային ֆինանսական հաստատությունները ընդհանրապես կդադարեն որևէ պարտք տալ Հայաստանին, կամ էլ այնպիսի պայմաններով կտան, որ ավելի կխորացնի Հայաստանի պարտքային փոսը։ Եվ երրորդ հնարավորությունը դա դեֆոլտն է։ Այսինքն կառավարության որոշումը պետական պարտքի հետ վճարման պարտավորության չկատարումը։ Այս դժոխային սցենարներից խուսափելու մի ձև կա, զարգացում, ընդ որում շատ արագ։ Երբ ես հարց դրեցի, թե ինչ զարգացման տեմպ պետք է ապահովի, դուք պարոն Արամյան պատասխանեցիք, որ դրա համար անհրաժեշտ է ձեր հաշվարկներով 5%։ Ես պատասխանեցի, որ EV Consulting-ը, որը կապված է համաշխարհային այդ ֆորումի հետ, գնահատել է, որ պետք է 7%-անոց աճ։
Ընդ որում սա նաև նրա համար, որ մինչև 2025 թիվը իրավիճակը Հայաստանում կայունանա եւ այդ թվին դադարի արտագաղթը 7% շարունակ աճ, որ մենք կարողանանք երկիրը հանել այս փոսից։ Բայց դուք դրել եք ձեր ծրագրերի մեջ այս տարի գալիք տարի 3.2%, իսկ հետո խղճուկ 4%-ը։ Ինչը դուք եք գտնում, որ բավարար չի երկրի զարգացումը ապահովելու համար։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ մենք փաստորեն զարգացման հարցում հետ ենք ընկնում պարտքերի կուտակման այս տեմպից։ Եվ կառավարությունը ըստ էության հենց ձեր ներկայացված փաստաթղթով ներկայացրել է երկրի շարունակական քայքայման ծրագիր։ Ուրիշ բան չեք ներկայացրել։ Հետո էլ ասում եք, որ բայց մենք այդ իրատեսական տոկոսը դրել ենք, որովհետև եթե 6 ամիս հետո հանգարցակի իշխանությունը ձեզ հանձնենք, գոնե լավ վիճակում հանձնենք։ Ես ձեզ ասում եմ, պետք չի 6 ամիս էլ պահել իշխանությունը։ 6 ամիսը դուք ուղղակի ամենաանարդյունավետ կերպով մսխելու եք այս երկրի վերջին հնարավորությունները։ Հիմա արդեն հրաժարական տվեք, որովհետև այն փաստաթուղթը, որ դուք բերել եք, դա իրականում հրաժարականի մանիֆեստն է։ 6 ամիս էլ մի չարչարեք մեր ժողովրդին։ Հիմա հրաժարական տվեք, որ իշխանության գան այն ուժերը, ովքեր գիտեն երկրի զարգացման բանալին, մենաշնորհների վերացումը, հարկային բեռի թեթևացումը, ներդրումների խրախուսումը եւ այլն եւ այլն։ Իսկ եթե հետաքրքրում է ով է, այդ ծրագիրը Հայ ազգային կոնգրեսը ունի։ Շնորհակալություն։ Էլ ոչ մի արգումենտ չի մնացել է խնդրելը։ Եկել եք աղերսում եք։ Բարգավաճ Հայաստան պատգամավորական խմբակցության անունից խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, միջև բյուջեին անդրադառնալը երկու դիտարկում կառավարության ներկայացուցիչների համար, պարոն Ասատրյան, մենք երեք քննարկում էինք այստեղ խորհրդային տարիներում ավանդակ գումարների խնդիրը եւ շատ մեծ ողջավորությամբ փաստեցինք, որ 31 թվի ծնվածներինն է վճարվում, դրանից հետո ես մի քանի ահազանգ ստացա, ահազանգներից մեկը հիմա կբարձրաձայնեմ, Զարգարյան հոկտեմբերի ծնված 1929 թվականին կենտրոն համայնք, Հասեն Զավարյան 1 բնակարան 64, առ այս պահը կենտրոնի ձեր նշյալ ոլորտի պատասխանատուները 29 թվականի ծնված կնոջ ավանդադրած գումարները խնայ բանկում չեն տալիս, տարբեր պատճառաբանություններով ասում են գնա կգաս 2 ամիս հետո, 3 ամիս հետո եւ այլն։ Ես գրավոր կոորդինատները կուղարկեմ ձեզ եւ երկրորդ դիտարկումը, այստեղ կրկին մենք քննարկում էինք 1000 դրամների խնդիրը, ես կարծում եմ կհիշեք մեր վիրավոր զինվորներից մեկին ապրիլյան պատերազմում Դավթյան Դանիիլ 3 զինակոչիկ ուներ ընտանիքը, ունի երկուսը առ այսօր առաջի գծում կռվում են, Դանիիլը ապրիլյան պատերազմում շատ ծանր գլխուղեղային վնասվածք ստացավ, առ այս պահը որևէ կազմակերպություն, ոչ էլ նախարարությունը գլխի հետ կապված լուրջ վերականգնողական խնդիր ունի լուծելու, չեն լուծում։ Հիմա դիմում եմ Մարտիկ հիմնադրամին, որ ապահով տեղաբաշխել եք $1,200,000, ինչպես հիմնադրամի տնօրենը նշեց, տարբեր բանկերում ապահով պահված է, Դանիելի եւ մյուս վիրավոր զինվորների խնդիրները փորձեք այս հիմնադրամի միջոցներով լուծել։ Եվ այսպես 2017 թվականի պետական բյուջե, ես չեմ հիշում, ինչպես 2017 թվականի պետական բյուջե, ես չեմ հիշում որևէ տարվա բյուջե, որ այսքան ձանձրույթ առաջացներ թե կառավարության ներկայացուցիչների մոտ, թե խորհրդարանի, որպիսի մարդիկ մի կերպ դիմանային, թե ինչ են ասելու այս падգամավորները վերջացնեն, որ գնան իրենց գործին, որտեղ հասկանալի է, թվեր են, թվերի տակ իրականում որևէ բան չկա եւ բնական է սպասում են հաջորդ քառորյայում երբ են քվեարկելու եւ
ավարտենք։ Մի լավ լուր, հարգելի գործընկերներ եւ հարգելի լրատվամիջոցներ, այս տարվա բյուջեով մենք ազգային турք Զորի Բալայանին Հայաստանում ծովագնացության զարգացման եւ նավատորմ ունենալու համար չենք վճարելու եւ մի լուր ի գիտություն 2017-ի բյուջեով ուրեմն հայկական առաջի տիեզերական արբանյակ սարքելու համար գումար նախատեսված չէ։ Սա երևի թե խնայողությունների շարքից կարող ենք դասել։ Ինչ անել, որ մենք ունենանք ոչ թե գոյատևման, կայունացման կամ ծրագրերի հետաձգման բյուջե, ինչպես նշեցին իմ գործընկերները, ինչպես կառավարությունն է անվանում կայունացման բյուջե, այլ մենք ունենանք զարգացման բյուջե։ Տարբերակները երկուսն են։ Ինչ էլ մենք խոսենք, մենք պետք է հասկանանք, որ եթե երկրում չեղան ռեալ ներդրումներ, ամեն ինչ ձայն բարբարո հանապատի է, պարտք վերցնել չենք կարող, մեր արտաքին պարտքը հատել է հոբելյանական 5 միլիարդի շեմը, ներդրումներն էլ ռիսկային են։ Ինչու են ռիսկային, որ ինչ ուզում եք գրեք, հիշում եք կես միլիոն տվեցին Չինգաչունգի լոգոյի նման Հայաստանի այսպես խորհրդանիշ ներդրումներ բերող ինչ որ խորհրդանիշ սարքեցին, այդ Չինգաչունգի զինանշանից հետո որևէ ներդրում եկավ Հայաստանում, որ Հայաստանի բրենդը աշխարհում ներկայացնելու ոչ, չի եկել, այնպես որ պատճառը ոչ թե այդ զինանշաններ Չինգաչունգի, որ հաջող չէր, որի համար 450 միլիոն դոլար է վճարվել իդեպ եւ որի համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց, այլ անվստահությունն է մեր տնտեսական միջավայրի հանդեպ։ Դրա համար չկան ներդրումները։ Իդեպ, այստեղ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ շատ մեծ պաթոսով խոսվեց, որ պայքարվելու է կոռուպցիայի դեմ, ստվերի դեմ, տնտեսական մենաշնորհների դեմ, ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարի հաղթարշավը հոբելյանական 10 օր տևեց։ 10 օր հետո ոլորտի մասնագետները, կաշառք տվողները եւ կաշառք վերցնողները փաստում են, որ 10 օր հետո բոլոր համակարգերը վերադարձել են հին բարի ավանդույթներին։ Ներդրումներ բերելու համար, ելի եմ կրկնում, բոլոր երեք կառավարությունները նշեցին, որ իրենք կախարդական փայտիկ չունեն, պետք չի կախարդական փայտիկ, պետք է ընդամենը ունենալ քաղաքական կամք, ստվերի եւ մենաշնորհի դեմ պայքարելու համար։ Առ այս պահը հայտարարությունների մակարդակով քաղաքական կամք կա, իրական գործողության մեջ մենք այդ չենք տեսնում։ Գեղեցիկ բառեր բոլորս էլ կարող ենք ասել, կարևորը գործողությունն է, որը մենք չենք տեսնում։ Շատ պարզ քայլեր է պետք անել, ստվերը բերել խավարից լույս եւ մենաշնորհների դեմ պայքարելու համար, որը չի արվում։ Իսկ ինչ որ հերոստատեսային շոուներ կազմակերպել 1-2, չգիտեմ, դալաններում կաշառք վերցրած դատավորների բռնել, իհարկե կարևոր է, իհարկե պիտի պատժվեն, բայց մի հատ գլուխները դալաններից բարձրացրեք վերև, տեսեք թե վերևներում ինչ է կատարվում։ Միջև այս պարզագույն խնդիրները մենք չլուծենք, մենք անընդհատ խոսելու ենք կտրել այն արատավոր ճյուղը, որի վրա հենվելով իշխանությունը անընդհատ վերարտադրվում է մենաշնորհներ, կոռուպցիոներներ, ստվերային տնտեսություն։ Եթե կարող է, լավ է, եթե չի կարող, մենք անընդհատ բարբերաբար այստեղ խոսելու ենք նույն հարցերի մասին։ Եվ քանի որ ինձ մտահոգում է նաև մշակույթի ոլորտը, պարոն նախարար, երբ որ դուք ստանձնեցիք այս ոլորտը, մի երկու պոզիտիվ մեսիջներ տվեցիք, որ ինձ թվաց թե second hand վիճակից մեր մշակույթը հնարավոր է փրկել։ Ես մասնավորապես կատեգորիկ դեմ եմ եւ առաջարկով հանդես եմ գալու եւ ասել եմ, ինձ թվում էր դուք չեք ներառի, որտեվ ինձ ասեցին, որ դուք վերցրել ուսումնասիրում եք, ուրեմն պետ պատվերով տպվող գրականության համար գումարները։ Դուք շատ լավ գիտեք, որ պետ պատվերով տպվում է գրական խոտան 99%-ով մակուլատուրա, աղբ։ Ես իհարկե հասկանում եմ, որ այդ աղբ տպվողներից յուրաքանչյուրը իրեն համարում է նվազագույնը Ֆոլքներ, չգիտեմ, Էզրա Փաունդ, Էլիոտ, Ջեյմս Ջոյս եւ չգիտեմ Ջոն Դոն, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ 98%-ով դա մակուլատուրա է։ Ես իհարկե հասկանում եմ, որ այդ գրական խոտանի հեղինակները հիմա սրբազան
պատերազմ են սկսելու իմ դեմ, որ ինչի մենք փող չունենք, թող պետությունը մեր ուրեմն խոտանը տպի, ոչ, ես միշտ ասել եմ, տաղանդավորին հրատարակիչները իրանք են գնում, խնդրում, ասում են արի ես քո տաղանդավոր ստեղծագործությունը անվճար տպեմ, այդ գումարը, եթե արդեն հատկացրել եք, ես հորդորում եմ ձեզ հատկացնել 1-2 տաղանդավոր երիտասարդների ստեղծագործությունը տպելու, այնուհետև մի քանի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն այդ երիտասարդներին թարգմանելու եւ այդ ամբողջ գումարը ներդնելու լավ առումով երիտասարդների ստեղծագործությունների PR-ը ռասկրուտկան անելու, ոչ թե տպել 30 հատ մակուլատուրա աղբ, տեղավորել ուրեմն պատվալներում եւ դուք գիտեք, որ որևէ գրադարանում այդ գրականությունը չի էլ վաճառվելու, ել չեմ խոսում հրատարակչությունների այդ պայմանավորված ատկատի մասին, երբ անորակ տպագրված գրքույկի համար հրատարակչությանը տրվում է մոտավորապես 3-ից 4,000 դոլար, հետո ատկատ է արվում համապատասխան ուրեմն կազմակերպություններին։ Ես հույս ունեմ, որ այդ գումարը, որ հատկացված է այս գործի համար, կտպվեն իսկապես։ Մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ։ Արամ Պաչյան, ես չգիտեմ, նույն զարմանում եմ թերթեմ կայքի խմբագիր Հարութ Կրբեյան, հրաշալի պոետ է, հրաշալի պոետ։ Այդ երիտասարդներին տպագրեք, իրենց ստեղծագործությունները մի քանի լեզուներով թարգմանեք եւ միջազգայնացրեք։ Սա է խնդիրը, որտեվ եթե մենք չկարողանանք մեր տաղանդավոր երիտասարդներին ներկայացնել հասնել միջազգային հանրություն, մենք այսպես էլ անուններ չտան, որ էլի մեր որոշ դասականներ չնեղանան, մտածելու ենք, որ սա է պոեզիայի եւ արձակի գագաթը, որտեղ մենք մեր ճահճի մեջ կարծում ենք, որ մենք ամենատաղանդավորն ենք, ամենահանճարեղն ենք, այդպես չի։ Եվ նորից վերադառնամ ստվեր եւ մենաշնոր, կրկնում եմ, մեր տնտեսության թոքերը մի դեպքում կարող է բացվել, մենք մի դեպքում կարող ենք խոսել իսկապես մրցունակ, զարգացող տնտեսություն եւ երկիր ունենալու մասին, եթե լինի քաղաքական կամք կտրելու այն ճյուղը, որի վրա թառած են բոլոր մենաշնորհիստները, բոլոր ուրեմն իշխանության վերարտադրությունը ապահովող բոլոր տնտեսական օլիգոպոլիստները եւ որոնց նպատակը մեկն է ստանալ մենաշնոր, այնուհետև դրանից ստացված եկամուտներով ապահովել իշխանության վերարտադրությունը։ Կունենա այս կառավարությունը այդ քաղաքական կամքը կտրելու այդ ճյուղը, մենք կկարողանանք խոսել զարգացման եւ հեռանկարի մասին։ Չի ունենա, անընդհատ մենք դառնալու ենք իր շրջանս յուր եւ ոչինչ չի փոխվելու, ավելի վատանալու է եւ բնականաբար Բարգավաճ Հայաստանը չի կարող կոմ լինել այս բյուջեին։